Սիրելի հեռուստադիտողներ, եթերում է քաղաքական զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը։ Այսօր մեր հյուրն է Արցախի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։ Շնորհակալություն պարոն Դանիելյան, որ համաձայնեցիք հյուրընկալել Երկիր մեդիայում։ Մենք այսօր միասին կխոսենք մի թեմայի մասին, որը շահարկվել է այս իշխանությունների կողմից եւ շահարկվում է արդեն ավելի քան 2 տարի։ Խոսքս վերաբերվում է 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների իրադարձություններին, այսինքն իրադարձությունների, որոնք նախորդեցին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ ծավալված պատերազմին, ագրեսիային, որի հետևանքով մենք ունեցանք զոհեր, Արցախի հայությունը ենթարկվեց էթնիկ զտման, իսկ Արցախի Հանրապետությունը բռնակցվեց Ադրբեջանի Հանրապետությանը։ Իշխանությունները, որոնք սեպտեմբերի այդ դժնդակ ողբերգական օրը ոչ մի քայլ չձեռնարկեցին, ավելին խիստ ընդգծված ցինիկ վարքագիծ դրսևորեցին, հիշում եք Նիկոլ Փաշինյանի գրառումը, որ այս ամեն ինչի միջոցով անցնում ենք Հայաստանի Հանրապետության, Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, որ Հայաստանի սահմաններին ամեն ինչ հանգիստ է, այսինքն հստակ ուղերձ Ադրբեջանի բռնակալին, Ադրբեջանի զավթիչներին, որ մենք չենք միջամտելու, ինչ ուզում եք արեք, եւ ահա այս իշխանությունները այդ դեպքերից անմիջապես հետո փորձեցին արդարացնել Ադրբեջանի իշխանություններին եւ մեղքը բարթել Արցախի Հանրապետության իշխանությունների վրա, որ ահա տեղի ունեցավ Արցախում հեղաշրջում եւ դրա արդյունքում Ադրբեջանը կամ դրա հետևանքով Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա։ Իրենց տրամաբանությունը իհարկե հասկանալի է, այդ տեսեք Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, հետևանքը տեսանք, եթե նույնը լինի Հայաստանում, հետևանքը էլի կլինի նույնը։ Եվ ահա այս ճղճիմ նպատակին հասնելու համար, մարդկանց հետ պահելու Նիկոլ Փաշինյանին ընտրություններով տուն ուղարկելու մտքից, իրենք ահա այս կեղծ, պիղծ նարատիվներն են շրջանառում։ Իհարկե, թե Արցախի իշխանությունները, թե Հայաստանում քաղաքական կուսակցությունները ընդդիմադիր բազմաթիվ անգամներ խոսել են, թե իրականում ինչ է տեղի ունեցել, բայց կարծում եմ այսօր, երբ մոտենում ենք ընտրություններին, իշխանությունները այս թեման դարձյալ շահարկելու են եւ որապես համոզված եմ, որ անհրաժեշտություն կա եւս մի անգամ անդրադառնալ, վերհիշել, վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ Արցախում, թե Ադրբեջան ագրեսիայից անմիջապես առաջ եւ թե այդ օրերին, երբ արցախահայերի ֆիզիկական գոյատևման գոյության հարցներ լուծվում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ուրեմն այս իշխանությունների կողմից բնական էր Արցախի բռնի զավթումը Ադրբեջանի կողմից եւ իրենց անգործությունը ընդհանուր նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածում եւ ընդհանուր վերջնական բռնի զավթումը Ադրբեջանի կողմից պետք է ինչ որ բան գտնեին եւ այդ մարդկանց կամ այլ ուղղություններ տանեին, որ իրենք ընդհանրապես նույնիսկ որոշ առումներով տեղյակ չեն եղել ինչ է եղել Արցախում այդ ժամանակաշրջանում։ Դեկտեմբերի 12-ից 22 թվականի Արցախի Հանրապետությունը բլոկադայի մեջ էր, շրջափակման մեջ էր։ Սկզբից կեղծ էկոակտիվիստներ Շուշիի հատվածում էին փակել եւ արդեն ամառը հունիս ամսին ամբողջությամբ Հակարի կամուրջի մոտ անցակետ տեղադրեցին եւ ամբողջությամբ փակվեց։ Պարոն Դանիելյան, ես հիշեցնեմ, որ ադրբեջանական բլոկադային նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Պրագայում հոկտեմբեր ամսին, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը, այսինքն առաջին անգամ Հայաստանի իշխանությունը չունենալով դրա
քաղաքական, իրավական եւ բարոյական իրավունքը ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ, իսկ բլոկադայից անմիջապես մի քանի օր առաջ հիշում եք Միրի Մեջլիսի այդ ստոր հայտարարությունը եւ Հայաստանի ազգային ժողովի մեծամասնության հրաժարումը պատասխան հայտարարությամբ հանդես գալ, այսինքն մինչև էկոակտիվիստների ճակերտավոր բեմ իջնելը Նիկոլ Փաշինյանը նրանց համար կանաչ լույս էր վառել։ Ինքն ու Շարլ Միշելը, որը ի դեպ իրան վերջերս այդ Զայդ մրցանակն է հանձնել։ Հիմա ժամանակահատվածը, այսինքն մեկը մյուսին հաջորդեց։ Ինչ էր իրանից մենք լսում էինք ադրբեջանական կողմից անընդհատ, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով պետք է գործեն Լաչինի Միջանցք որպես Միջանցք եւ Հայաստանով անցնող ճանապարհ, որ պետք է միացներ Նախիջևանի հետ, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ։ Եվ այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի նախագահ եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ։ Այսինքն այդ ստատուս քվոն, որ առաջացել էր նոյեմբերի 9-ից հետո, դրա պատասխանատվությունը նաեւ կրում էր Հայաստանի Հանրապետությունը։ Այո։ Այդ փաստաթղթով են հանձնվել մի շարք տարածքներ Արցախի Հանրապետության, որ Արցախի Հանրապետության իշխանություններից ժողովրդից չեն հարցրել, որ նման տարածքներ են հանձնում եւ նոր ստատուս քվոյով պետք է գործեր այդ միջանցքը։ Եվ իհարկե դուք ճիշտ եք նշում, որ հոկտեմբերին Պրագայում արդեն հայտարարեց, որ Ադրբեջանի մաս է եւ դրան հաջորդեց արդեն դեկտեմբերի 12-ից շրջափակումը։ Հիմա այդ ժամանակահատվածում արդեն կոնկրետ շրջափակումը մենք պետք է սենց հիշենք, էլի, այսինքն ինչպես տեղի ունեցավ, դրանից հետո գազ, այսինքն ենթակառուցվածքները անջատվեցին, էներգետիկա, գազը եւ Արցախը միակ սնուցման հովարային անջատումներով էր, հիշում եք, որ Սարսանգի ջրամբարից էր օգտվում էր բանկա։ Հիմա եւ այդպես շարունակ, այսինքն անընդհատ ճնշումները Ադրբեջանի կողմից ավելանում էին, ինչ որ նոր պահանջներ էին դրվում, որ սա կանեք, Կաշենի հանքը պետք է անօրինականագործում եւ վնաս է տալիս շրջակա միջավայրին, որ պետք է սրա մասին անպայման խոսենք, որ Ադրբեջանում երբեք էկո ակցիաներ երբեք չեն եղել եւ եթե վերցնենք իրենց անկախությունից ի վեր 91 թվականից մինչև այսօր, այսինքն ոչ մի ժամանակ նման ակցիաներ չեն եղել։ Եվ այս կեղծ թեզերով գալիս են եւ շոշափելով ընդհանուր Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, այսինքն ճնշումները անընդհատ ավելացնելով եւ Արցախում դրա մասին շատ է խոսվել, կան տարբեր տեսալովակներ, նույնիսկ մահացության դեպքեր կային արդեն այդ հղիկիներ, եթե չեմ սխալվում, չէ։ Այո, հղի կանանց հետ բազմաթիվ խնդիրներ կար, այսինքն երեխաների մոտ արդեն խնդիրներ կար, հա, այսինքն դրա մասին շատ է խոսվածվել, տեսանյութերը բազմազան են եւ ընդհանուր բլոկադան իր ժամանակահատվածը պետությունը իր ֆունկցիոնալությունը ընդհանուր առմամբ թուլացել էր։ Սա պետք է հստակ ֆիքսենք, հասկանանք, որ նման իրավիճակում, որ այն մարդը, ովքեր ծառայության մեջ են եւ հետ նայում են տուն եւ տեսնում են ինչ է կատարվում, այսինքն պետք է այստեղ հասկանանք պետության ֆունկցիոնալությունը նման։ Հիմա հարցը նա, որ հեղաշրջում կամ ինչ են իրանք ներկայացնում։ Այդ ֆունկցիոնալության մասին հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ նախագահական պալատի դիմաց վրան էր խփած, հիշում եք, եւ մի շաբաթ Արցախի Հանրապետության նախագահան նաև վրանում էր, հավանաբար հուսահատության ճիք էր, որ մի բան արեք։ Ես հույս ունեմ, որ մի օր Արայիկ Հարությունյանին կկարողանան հրավիրել, ինքն էլ իր տեսակետը ներկայացնել, որ չասեն ինքը ստեղ չի։ Հիմա այդ ժամանակահատվածում իշխանության ազգային ժողովի կոնկրետ թևի հետ կապված մինչև այդ Հայաստանի Հանրապետության տարբեր падգամավորներ
իրենց հարցազրույցներում նշում էին, որ մենք չենք կարող 3 միլիոնը զոհաբերել 150,000-ի, այսինքն այդ խոսույթը կար իրենց մոտ, որ ցանկացած իրավիճակում, եթե Ադրբեջանի կողմից ագրեսիա լինի կամ ինչ-որ բան, իրենք չեն խառնվելու, այսինքն մեր համար շատ բաներ պարզ էր, բայց պաշտոնական դեռ մենք ոչինչ չունենք։ Հիմա պաշտոնականի մասով հեսա գանք երթով հեղաշրջման մասին։ Նախ Արցախի հանրապետության ազգային ժողովը կազմված է 5 խմբակցություններից՝ Ազատ հայրենիք եւ ՔՄԴ, Միասնական հայրենիք, Հայ հեղափոխական դաշնակցություն, Արդարություն խմբակցություն եւ ժողովրդական խմբակցություն, Արցախի ժողովրդական խմբակցություն։ Հիմա մեծամասնությունը կազմում են Արցախի ազգային ժողովում Ազատ հայրենիք եւ ՔՄԴ խմբակցությունը 16 падգամավոր։ Արտուր Թովմասյանը այդ ժամանակ, երբ որ ազգային ժողովի նախագահն էր, առողջական խնդիրներով հրաժարական է տալիս։ Իրոք մենք տեսել ենք այդ ժամանակահատվածում Արտուր Թովմասյանի առողջական վիճակը ինչպես էր եւ նման իրավիճակում, այսինքն երկիրը ծայրահեղ վիճակում Արցախի ժողովուրդը ամեն ժամ օրհասական վիճակում էր եւ նրա առողջական պատճառներով հրաժարական տվեց։ Եվ Դավիթ Իշխանյանի տեխնացությունը մենք հրաժարվեցինք տեխնացիոն ներկայացնել Ազատ հայրենիք եւ ՔՄԴ եւ մնացածն էլ, այսինքն ոչ ոք բոլորը առաջարկեցին Դավիթ Իշխանյանի տեխնացիոնը։ Մենք հիմա Դավիթ Իշխանյանը ցավոք այսօր Բաքվի բանտում է եւ պայքարում է նորից Արցախի հանրապետության համար, մեր ժողովրդի համար եւ մենք պետք է ամեն ինչ անենք բոլոր գերիները վերադառնան։ Հասկանց տեղ ֆիքսենք, որ Դաշնակցություն խմբակցությունը Արցախի խորհրդանում էր ընդամենը 3 падգամավոր։ Այո, հիմա կնշեմ, հիմա դա կոնսենսուսային համախոհության որոշում էր։ Հիմա 16 падգամավոր ուներ Ազատ հայրենիք եւ ՔՄԴ-ն։ Հիմա եթե ընդդիմություն ենք բանում, Հայ հեղափոխական դաշնակցություն 3 падգամավոր ուներ, Արդարություն խմբակցությունը 2 падգամավոր ուներ, ԱԺԿ-ն ուներ 2 падգամավոր։ Այսինքն, եթե հաշվում ենք ընդհանուր ընդդիմադիր 6-7 հոգի, այսինքն հնարավոր չէր։ Այսինքն ինչ որ հիմա ներկայացնում են Հայաստանի իշխանությունները, որ հեղաշրջում եղավ, սուտ չկա դες բան։ Հիմա դա եղավ որ գոնե խորհրդանի պարագայում Թովմասյան Արտուրը ինքը երբեք նման բան չի ասել։ Բոլորս էլ հասկանում ենք ինչ է ունեցել, բայց հիմա ստեղ հաշվի առնվել այն հանգամանքը նախ Դավիթ Իշխանյանի անձը, ստեղ ամենաշատ հարց ստեղ այդ ժամանակ նշանակություն չուներ ով որ կուսակցությունն է, որ խմբակցությունն է, որովհետև այնպիսի իրավիճակում էր Արցախի հանրապետությունը, որ այդ ժամանակ նույնիսկ նման հարցեր քննարկելու ամոթ էր։ Անհրաժեշտություն էլ չկա։ Այո։ Եվ բոլորը միաձայն ընդունում են Դավիթ Իշխանյանին։ Հիմա դա օգոստոսի սկիզբն էր։ Հիմա Ալեն Սիմոնյանը գործընկերը, այո, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կա, դա Facebook-ով բացեք, տեսնենք, որ շնորհավորել են եւ աշխարհի բազմաթիվ երկրներից խորհրդարանականներ, նույնիսկ գործադիր մակարդակով Դավիթ Իշխանյանին շնորհավորել են ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելու համար այդ բարդ եւ ծանր իրավիճակում, որ Դավիթ Իշխանյանը այդ պատասխանատվությունը, այդ ամեն ինչը վերցրել է իր ձեռքը եւ ընդունել է այդ մարտահրավերը, որ դա ընդհանուր պարտականություններ էր, որ վերցնում էր իր վրա Դավիթ Իշխանյանը։ Հիմա դրան հաջորդած ժամանակահատվածը օրեցօր ավելի էր ծանր իրավիճակ դառնում։ Նույնիսկ այդ ընթացքում Աշխարհազորի մի խումբ տղաներ արձակվում են ազգային ժողովի վրա, այսինքն օրեցօր իրավիճակը ավելի էր ծանրանում եւ հայտնի հանդիպում կա, որ Արցախի ազգային ժողովում տեղի է ունեցել, դա կուզենք ասենք լսումներ, կարող ենք ասել հավաք, օգոստոսի 28-ից մինչև լույս 29-ը մոտ 6-7 ժամ այդ լսումները տեղի են ունեցել։ Լսումների ժամանակ ներկա են եղել Արցախի հանրապետության ազգային ժողովի գրեթե բոլոր падգամավորները,
արտախորհրդարանական բոլոր ուժերը, ուժային կառույցների ղեկավարները, արտախորհրդարանականը նշեցի, եւ գործադիրի բոլոր անդամները։ Ինքը տևել է մոտ 6-7 ժամ։ Այդտեղ դա նկարահանվել է, դրա մասին ուղղակի դա չի հրապարակվում, որովհետև շատ հարցեր կան ու կախված այսօր Բաքվում գտնվող մեր ընկերները այնտեղ են, ներկա են նաև Բակո Սահակյանը, ներկա էր Արկադի Ղուկասյանը եւ դրա անհրաժեշտությունը չկա։ Ես ուղղակի երկու բան կասեմ եւ իմ մասով ես ինչ առաջարկություն եմ արել պարոն Դավիթ Իշխանյանին այդ լսումների ընթացքում։ Նախ ընդհանուր պետական նախարարը այդ ժամանակ Գուրգեն Ներսյանն էր, ներկայացրեց ընդհանուր իրավիճակը, որ չկա պետական պահեստներում ծորեն, ալյուր, վառելիք, գրեթե ոչինչ չկա, այսինքն սպառված են բոլոր պաշարները։ Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանն է ներկայացնում ընդհանուր իրավիճակը, որ զորքերը առաջ են եկել եւ գրեթե ամբողջ սահմանի երկայնքով 60-70 հազար մոտ զորք կա կուտակված իր համապատասխան զինտեխնիկայով, այսինքն ցանկացած պահի հնարավոր է ագրեսիա։ Եվ մոտ հարաբերակցությունը, այսինքն եթե պատերազմ սկսի, եթե համատում ենք 20 թվականի սեպտեմբերի 27-ին, եթե այդ ժամանակ հարաբերակցությունը 1-ին 2 էր, այս դեպքում 1-ին 10, 7 ասեց, բայց 10 եւ ավել կարելի էր ասել, էլի, այսինքն հաշվի առնելով այդ բլոկադայի ժամանակ, չէ, եւ նաեւ զոր հյուծվածությունը։ Այո, ես հիշում եմ, որ ծանոթներ կան, որ դիրքերում դելիք չկար, ծխախոտ չկար։ Հիմա ընդհանուր տարբեր առաջարկություններ եղան այդտեղ, տարբեր ձև էին մարդիկ հարցի լուծումները տեսնում, իհարկե եղան արտախորհրդարանական ուժերից մարդիկ եղան, երբ Արեգ Հարությունյանին ասեցին միգուցե հրաժարական տակ, ու դրանք մասին եթե խոսան մարդիկ, ովքեր որ ասել են, թող խոսան։ Ես իմ առաջարկությունը պարոն Իշխանյանին ասեցի, պարոն Իշխանյան, պետք է հասկանանք Հայաստանի դիրքորոշումը հնարավոր պատերազմի դեպքում։ Հայաստանի Հանրապետությունը, եթե հնարավոր ագրեսիա եղավ, այսինքն ռեսուրսներ չկան, գրեթե պետական նախարարը ներկայացրեց, պաշտպանության նախարարն էլ իր զեկույցում նշեց, որ գրեթե հարձակման դեպքում ընդհանրապես հնարավորություն չունենք նույնիսկ մի քանի օր պաշտպանվելու։ Առաջարկեցի, որպեսզի on-line մեր Հայաստանի գործընկերների ընդհանուր իրավիճակը այդ ինչ որ ներկայացվեց, ներկայացնենք եւ դրանից հետո կբխի մեր հետագա որոշումները մենք ինչպես գործընթացներին վերաբերվենք, այսինքն պետք է հասկանանք Հայաստանի դիրքորոշումը։ Պարոն Իշխանյանը ընդունեց, ասեց այո, պետք է կազմակերպենք եւ այդ գործընթացը սկսել էր, որ պետք էր կազմակերպվեր այդ հանդիպումը մեր Հայաստանի գործընկերների հետ, բայց ցավոք սրտի չստացվեց։ Ու պատճառները տարբեր էին։ Իրենք երևի ավելի լավ կներկայացնեն, ինչ որ դա տեղի չունեցավ։ Դե նույնն այն պատճառով, որ տենց էլ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների բարեկամության հանձնաժողովների նիստը տեղի չունեցավ, չնայած բազմաթիվ անգամներով միջխորհրդարանական բարեկամության հենց Ալեն Սիմոնյանին ասում ենք, որ վերջը երբ ենք անելու, նույնիսկ համաձայնվեցինք on-line տարբերակի, բայց ոչինչ չարեցին։ Չէ, համաձայնվեցին։ Նույնիսկ այդ ծանր իրավիճակը պետք էր մենք հստակ մեր դիրքորոշումը ունենայինք տվյալ հարցերի, մեզ անհրաժեշտ էր, որովհետև Հայաստանի դիրքորոշումը մեր համար շատ կարևոր է մեր որոշումները ընդունելու հետ կապված։ Եվ ընդհանուր առմամբ այս ինչ որ մենք ես ինչ որ ներկայացրեցի, սրա մասին ամբողջությամբ Հայաստանի իշխանությունը տեղյակ էին, այնպես չէ, որ իրենք տեղյակ չէին ինչպիսի պաշարներ են մնացել Արցախում, ինչ ունենք, ինչն է մնացել եւ ռազմական ագրեսիայի դեպքում էլ ինչ հնարավորություններ ունենք։ Եվ դրան արդեն մի քանի օր հաջորդեց Արայք Հարությունյանը մեր խմբակցության հետ հանդիպեց եւ ասաց, որ հրաժարական է տալիս։ Իհարկե բոլորիս համար էլ անսպասելի էր նրա հրաժարականը եւ
այսօր քանի որ Արայք Հարությունյանը Բաքվի բանտում է, շատ բակագծեր չենք բացի, այսինքն նրա հրաժարականը հենց իր որոշումն էր եւ ինքը ասեց այդ դեմ էին, շատերն էին դեմ, այսինքն այնպես չէր որ բոլորն էլ դեմ էին նրա հրաժարականին, որովհետեւ այդ ցաներ իրավիճակում մենք բոլորս հասկանում ենք հրաժարվում է նոր ընտրություններ, այսինքն այդ ցաներ իրավիճակում խնդիր էր նույնիսկ մեկ տեխնացուի հետ կապված։ Եվ նա ասաց, որ այս ստեղծված իրավիճակում միակ տարբերակն է, որ հնարավորություն է տալիս իմ հրաժարականով, որ փորձենք տեսնենք այլ տարբերակներ։ Եվ այդպես, այսինքն այդ սուտը, այդ մանիպուլյացիան այսօրվա իշխանությունները ինչ որ ներկայացնում են, որ հեղաշրջում, ճնշումներ, չկար նման բան, որովհետև Արցախում էլ նման իրավիճակ չէր, որպեսզի այսինքն իշխանության համար կամ ինչ որ պաշտոնի համար այդ ժամանակահատվածում ինչ որ մեկը պայքարեր։ Չէ, դե ակնհայտ է, այսինքն հիշում եք այն հավերակացություն կառավարեմ, այսինքն ամեն վարքյան կարող է պատերազմ սկսի, որը վերածվել է ուղղակի սպանդի եւ պատասխանատվության տակ մտնելը քաջության խնդիր է, այլ ոչ թե ամբիցիայի խնդիրն է, որ մի բան էլ հեղաշրջում լինի եւ Արայք Հարությունյանին կամ որևէ մեկին պաշտոնանք։ Այո, այդ ժամանակ նույնիսկ այսինքն բոլորս էլ սպասում ենք ինչ է տեղի ունի։ Եվ այո, մենք օգոստոսի սկզբներից արդեն տեսնում էինք, որ զորք է կուտակվում եւ հնարավոր է ցանկացած պահի ագրեսիա։ Եվ այդ ծանր իրավիճակում պատասխանատվություն վերցնել շատ դժվար էր։ Հիմա Սամվել Շահրամանյանը այդ ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Արայք Հարությունյանի հրաժարականին հաջորդում է պետական նախարար Գուրգեն Ներսյանի նույնպես հրաժարականը։ Այսինքն ամբողջությամբ իշխանությունը, եթե sense պատասխանատվությունը անցնում էր Դավիթ Իշխանյանին, այսինքն նախագահի հրաժարականի դեպքում նախագահի պարտականությունը կատարում է ազգային ժողովի նախագահը։ Եվ այդ ժամանակ մինչ հրաժարական տալը արդեն Սամվել Շահրամանյանին, որ պետական նախարարն էլ հրաժարական տալիս, նշանակվում է Սամվել Շահրամանյանը պետական նախարար։ Այսինքն գոնե այն եղած հումանիտար հարցերով այդ ժամանակ հասկանալի էր, որ այդ իրավիճակում մենակ Դավիթ Իշխանյանը կամ ազգային ժողովը հնարավորություն չուներ իրականացնել, էլի, այսինքն տեղ ագին աշխատանքներ կար, պետք էր կատարվեր։ Եվ մանավանդ որ այն ժամանակ ադրբեջանցիք արդեն սկսել էին ակնայից պարտադել, որ սահմանը բացվի, հիշում եք, երկու մեքենայի խնդիր եղավ։ Այո, սկզբից դրված էր, որ կարմիր մահիկները մտնեն Արցախ, մեր ժողովուրդը դեմ էր, մենք էլ ենք նույնպես դեմ եւ կհասնենք եւ վերջում ռուսական կարմիր խաչի մեքենան մտավ։ Հիմա Արցախի բոլոր քաղաքական ուժերը այդ ժամանակ հնարավորություն ունեին իրենց տեխնացուն առաջադրել եւ Արցախի սահմանադրությամբ, այսինքն նման տվյալ իրավիճակում Արցախի ազգային ժողովը պետք է Արցախի հանրապետության նախագահ ընտրեր։ Այդ փոփոխությունները մոտ 2 տարի 20 թվականի նոյեմբերից հետո, այսինքն տարբեր սահմանադրական դատարան, խմբակցություններ, քաղաքական բոլորը քննարկել եւ ընդունվել է, որ այսինքն եթե ֆորս մաժորային իրավիճակ կա, որ բոլորս հասկանում ենք, որ ամբողջ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված Արցախի բոլոր տարածքները առաջնագիծ էին։ Այսպես ասեմ, որ ցանկացած պահի հնարավոր էր իրավիճակ, որ այսինքն ֆորս մաժորային իրավիճակներից ելնելով մենք այդ որոշումը ընդունել ենք եւ Արցախի ազգային ժողովի բոլոր խմբակցությունները այդ հնարավորությունը ունեին նախագահի տեխնացու ներկայացնեին եւ արդեն փակ գաղտնի քվեարկությունով էր եւ ով կընտրվեր, այսինքն պետք է ներկայացներ ծրագիր այդ իրավիճակում ինչպես էր պատկերացնում հարցի լուծումները եւ 4 քաղաքական ուժ Ազատ Հայրենիք եւ ՔՄԴ Հայեղափոխական դաշնակցություն, Արդարություն եւ ԱԺԿ առաջարկում են Սամվել Շահրամանյանի տեխնացությունը եւ քվեարկությանը 14 հոգի Ազատ Հայրենիք, այսինքն 22 падգամավոր մինիմում պետք է առաջին փուլով պետք է մինիմալ ձայների քանակը դա էր, որ
կարողանային ընտրել նախագահ։ Եվ 4 քաղաքական ուժ միացան եւ այսինքն ընտրեցին Սամվել Շահրամանյանին, միասնական հայրենիքը քվեարկությանը չի մասնակցել։ Նշենք ուղղակի հստակեցնենք, որ միասնական հայրենիքը Սամվել Բաբայանի քաղաքական ուժ։ Այո, իրենք տեխնացու չէին առաջարկել եւ չմասնակցեցին, դա իրենց իրավունքն է եւ այսինքն եթե նույնիսկ 22 առաջին փուլով եթե 22-ը չներ, երկրորդ արդեն անով 17։ Հա, այսինքն 4 քաղաքական 5 քաղաքական ուժից 4-ը առաջադրել են Սամվել Շահրամանյանի տեխնացուն, այդ ծանր այդ նորից չկրկնվենք, այդ իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնի, որ եւ սկսվում է արդեն սեպտեմբերի 9-ին նա ստանձնում է պաշտոնը եւ սեպտեմբերի 19-ին արդեն հետևում է ագրեսիա։ Այսինքն այդ ծանր իրավիճակում վերցնել պետության ղեկավարի վերը եւ այսինքն հասկանում եք չէ բոլորս էլ ցանկացած իշխանության փոփոխություն եթե լինում այսինքն ընտրությունների միջոցով գոնե մի 3 ամիս անհրաժեշտ է լինում որ այսինքն այդ եթե նույնիսկ նորմալ իրավիճակում որ բանը բայց այդ ծանր իրավիճակում 9 օր հետո արդեն լինում է Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիա սեպտեմբերի 19-ին ժամը 12-ից եթե չեմ սխալվում 15 հա սկսվում է ամբողջ Արցախի շրջանով ու սահմանագծով բոլոր ուղություններով ադրբեջանցիները հարձակվում են այն միֆերը այն ստերը որ ասում են քաղաքացիական բնակչության ոչ մի վնաս չի լինի այսինքն բան այս գնդակոծվել են բոլոր գյուղերը բոլոր քաղաքները այսինքն չկա դա ուղղակի այդ ժամանակահատվածում Արցախ տևեն այդ հնարավորություն Արցախի հեռուստատեսությունը հնարավորություն չի ունեցել բենզին վառելիքի բան բայց ես հետ խոսացել եմ տարբեր համայնքներում գրեթե տենց համայնք չի եղել տենց գյուղ չի եղել որ ռմբակոծված չլինի այո ունեն շրջափակել են բնակավայրերը ուղղից են խփել քաղաքացիական զոհեր երեխա նույնիսկ զոհում են այդ ժամանակ եւ ուզում ասեմ դադարում է սեպտեմբերի 20-ին արդեն մոտ ժամը 3-ին 4-ին Պարոն Դանելյան այստեղ այսօրվա իշխանությունները Հայաստանի ասում են այլ կռիվը չէր սկսվի եթե Արցախի իշխանությունները համաձայնվեին բանակցությունների եւ ասում են Բրատիսլավան պետք է լիներ, Սոֆիան պետք է լիներ, հետո գնացին Բարդայում տեղի ունեցավ այդ բանակցությունները, բայց ամեն դեպքում ասում են այդ տեսեք իշխանափոխություն տեղի ունեցավ, հրաժարվեցին Ադրբեջանի հետ բանակցելուց եւ Ադրբեջանն էլ հավանաբար ճարներն ինչ մի բաներ էլի եմ ասում արդարացնում են։ Այդ դրա մասին եթե կարելի է մի քանի խոսքեր խոսենք։ Նախ պետք է ավելի մի քիչ հետ գնանք բլոկադայի ժամանակ է եղել եթե չեմ սխալվում ռուս խաղաղապահների այսինքն Իվանյանում է եղել Ադրբեջանի ներկայացուցիչն է եղել եւ ռուսական կողմի միջնորդությամբ եւ այդ ժամանակ անվտանգության խորհրդի նախագահ Սամվել Շահրամանյան եւ Ադրբեջանը եկել է ներկայացրել է որ պետք է լուծարեք պետք է ապամոնտաժեք պետությունը եւ պայմանները սա է եւ այդտեղ Սամվել Շահրամանյանը նշել է որ ինքնորոշման իրավունքից մենք իդ կանելու իրավունք բանակցությունների չէին եկել վերջնագիր ներկայացրել էին դա առաջին փուլը դա էր այսինքն ընդհանուր առմամբ դա բանակցություններ չէր այսինքն եկել էր վերջնագրերը ուլտիմատումները ներկայացրել են եւ գնացել դրանից հետո արդեն առաջարկություններ ա լինում Բրատիսլավա եւ Սոֆիա Արցախի ղեկավարությունը չի հրաժարվել եթե դրանք բանակցություններ ինչպես են այսինքն նրանք ասում էին որ Մինսկի խմբի այդ ֆորմատով եթե ինչ որ sense նայենք որ միջնորդները ամերիկյան կողմներ միջնորդություն ներկայացրել որ կարող են ինչ որ մի հատ հյուրանոցում լինելու այդ հանդիպումը կարան գան դուրս սենյակից դուրս նստեն մենք մեր պահանջները ներկայացնելու ենք այսինքն չկար հստակ օրակարգ այսինքն բանակցությունները բոլորս հասկանում ենք չէ որ այնպես չի որ հրավիրում են պետք է լինի օրակարգ պետք է հասկանան ինչն է թեման լինելու ինչի մասին պետք է խոսել եւ համապատասխան արդեն մարտիկ ներկայացված լինեն այդ
բանակցությունները մարդիկ վերջապես այդքան է կարճ շողություն չունեն, չէ, Ադրբեջանն ասում էր օրակարգ միայն Արցախյան հանրապետության ապամոնտաժման եւ Ադրբեջանի հետ վերաինտեգրման օրակարգով։ Այո, բացի դրանից, հաշվի առնելով իրավիճակը, այն հումանիտար իրավիճակը, որը ստեղծվել էր Արցախի հանրապետությունում եւ որ այդ ժողովրդի վիճակը վատանում էր, Արցախի իշխանությունները նույնիսկ չհրաժարվեցին Սոֆիայի պահով եւ տոմսեր կար գնված, որ պետք է մեկնեին բանակցությունների, բայց ադրբեջանական կողմը մերժեց, այսինքն դա կա, դա չեն կարող, այսինքն Հայաստանի իշխանություններն էլ էին տեղյակ այդ process-ից, որ արդեն տոմսերը գնվել են եւ պետք է Արցախի ներկայացուցիչները մեկնեն Սոֆիա եւ այդ բանակցություն, այսինքն ադրբեջանական կողմը, երբ որ մենք ասեցինք այո եւ պատրաստ ենք գալ, նստենք բանակցությունների, նրանք հրաժարվեցին, այսինքն չկար բանակցություն։ Բանակցությունները ինչպես Եվլախ, այսինքն բանակցությունների ժամանակ էր, երբ Ադրբեջանը պատերազմը սկսեց։ Ռազմական գործողությունները դադարելուց հետո սեպտեմբերի 20-ից հետո, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 22-ին Արցախից ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքոմյանը եւ այդ ժամանակվա անվտանգության խորհրդի քարտուղար Մարտիրոսյանը, Սերգեյ Մարտիրոսյանը մեկնեցին Եվլախ։ Հիմա ասենք ինչ են ներկայացնում, որ գնացիք Եվլախում ստորագրեցիք, չգիտեմ ինչ։ Եվլախում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, դա մեկը միշտ պետք է բոլորը հիշեն։ Ընդհանրապես այնտեղ նույնիսկ փաստաթուղթ չի ներկայացվել Արցախի ներկայացուցիչներին, որպեսզի ինչ որ դա բանակցությունների թեմա լինի կամ ստորագրման, այսինքն որ պետք է տանեք ստորագրեք։ Այդտեղ քննարկվել է հիմնականում հումանիտար բնույթի հարցեր։ Այդ ժամանակ, երբ որ պատերազմական գործողությունները ավարտվել էր, նրանք բոլոր ենթակառուցվածքները կոնկրետ Արցախ էներգոյի մասով, էլեկտրամատակարարման մասով գրեթե ամբողջությամբ ավերված էր եւ հնարավորություն չկար արդեն լույս մատակարարել բնակչությանը եւ այստեղ հիմնական թեման այնտեղ որ եղել է հիմնական հումանիտար հարցերն են եղել եւ ոչինչ, այսինքն քաղաքական կամ ինչ որ փաստաթղթի վերաբերյալ նույնիսկ նախնական ինչ որ ստորագրման հետ կապված նշված անձանց հետ չի եղել եւ չի քննարկվել։ Պարոն Դանիելյան, քանի որ մեր ժամանակը մի քիչ նեղում է, այս մնացած քանի րոպե ընթացքում խոսենք այն փաստաթղթի մասին, որը վերջի վերջո փրկեց Արցախի ժողովրդին։ Եվ ակնհայտ է, եթե թուղթը չստորագրվեր, ադրբեջանցիք կմտնեին քաղաք, Ստեփանակերտ, գյուղեր եւ այդտեղ եթե մենք խոսում ենք տասնյակ զոհերի մասին, ապա եթե ադրբեջանի հերոսակները մտնեին քաղաք, արդեն մենք հազարավոր զոհերի մասին կխոսենք։ Եվ փաստորեն թուղթա, որը կանխեց այս կոտորածը, բայց իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դե փոխանակրվեիք, թուղթ եք ստորագրվել։ Հիմա որ բանակը էլի զենք չուներ, հաց չուներ, վառելիք չուներ, մարդիկ 1-ին 10 հարաբերությամբ էին կռվում, դա իրանց իհարկե չի հետաքրքրում, բայց կեղծելու համար ասում են այ տեսեք, այս թուղթը ստորագրվեց։ Լավ, մի քանի խոսքով անդրադառնանք նախ միջև դրան ասնել այդ թեման, որ հեղաշրջում բան, այսինքն ամբողջ process-ի մասին, այսինքն Արցախում տեղի ունեցող նույնիսկ ընտրությունների մասին բոլորը Հայաստանում, այսինքն իշխանության ներկայացուցիչը մինչև Նիկոլ Փաշինյան տեղյակ են եղել։ Եվ նույնիսկ եթե հրապարակային չեն շնորհավորել, նույնիսկ բոլորը զանգարել են, շնորհավորել են Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու հետ կապված։ Այսինքն շնորհավորանքներ եղել է։ Սամվել Շահրամանյան։ Այո, եթե հիմա արդեն հետևությունները թողում եմ մեր հետևորդներին, մեր ժողովրդին, թող հետևությունները մեր ժողովրդը կան։ Հիմա փաստաթղթի հետ կապված։ Հիմա նույնիսկ դասագրքերում են ներգրավել։ Ես գիտեմ այդ ստորություն։ Այո, պատմության դասագրքում 9-րդ դասարանի, որ Արցախի հանրապետությունը լուծարվել է կամ ապամոնտաժվել է կամ չգիտեմ ինչպես որ իրենք են ներկայացնում, հրամանագրով, Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով։ Արցախի հանրապետության նախագահը նման
լիազորություն չունի, այսինքն ոչ մի նախագահ նման լիազորություններ չէր կարող ունենալ որպես լուծարի պետությունը։ Ժողովուրդն է ստեղծել եւ ժողովուրդն էլ պետք է լուծի։ Ինչ որ ստորագրվել է, դուք ճիշտ եք նշում, որ ստորագրվել է այն պատճառով, որ ֆիզիկական ոչնչացման եզրին էր կանած ժողովուրդը, այսինքն ժամերի ընթացքում հնարավոր է ունենայինք այնքան զոհեր, որ չենք պատկերացնում, այսինքն ինչ կարող լիներ։ Եվ պետք է մեկը միշտ հիշենք հիմա, որ Արցախում այս վերջին իրադարձությունները, սա երկրորդ կամ ցեղասպանություններ հայ ժողովրդի նկատմամբ։ Եվ սա միակ ճանապարհն էր այդ փաստաթղթի ստորագրումը ստեղծված իրավիճակից, որպեսզի փրկեն կյանքեր։ Նախ ինչ վերաբերում է չեն կռվել, մեկ օրվա ընթացքում մենք ունեցել ենք 200-ից ավել զոհեր։ Բազմաթիվ մեկը իմ քրոջ տղան ա եղել, որը զոհվել է Դրամբոնում, ոչ հարազատ, բայց մուրաքրոջը սաղ չկա, տղան ա, որ զոհվեց Դրամբոնում, եւ ես գիտեմ այդ պատմությունը։ Տղաների հերոսական այդ մարտերի արդյունքում է, որ մի շարք բնակավայրերում կանխվել է ցեղասպանություն, խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանությունը։ Մինչև վերջին պատրոնը, սենց պետքա ներկայացնենք ուղղակի պետքա ժողովուրդը հասկանա մեր սեպտեմբերի 19-ին ժամը 12:15, երբ որ սկսեց ռազմական գործողությունները, Արցախի պետական պաշտպանության բանակի տրամադրության տակ ամենափոքր տրամաչափի, այսինքն ավտոմատից սկսած մինչև ամենամեծ տրամաչափի, 1 րոպե չեն լռել։ Այսինքն օգտագործվել են ինչ հնարավոր է, այսինքն բոլոր հնարավորությունները պաշտպանության բանակի օգտագործվել է եւ 1 րոպե, նույնիսկ մի վայրկյան չի լռել։ Աշխատել են թե թնդանոթները, թե գրադամակարգը, այսինքն ամբողջությամբ մինչև վերջին պահը օգտագործվել է եւ տղաները մինչև վերջ հերոսական մինչև վերջին պամպուշտը կռվել են։ Գիտեք պարադոքսն ինչ է, երբ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի այդ թուղթը ստորագրեց, ինքը հիշում եք ինչով էր հիմնավորում, ասում էր, եթե չստորագրեի 20,000, հետո 20-ը դարավ 35,000 կհայտնվեին շրջապատման մեջ։ Բայց երբ Սավեն Շահրամանյանն է ստորագրում կանխավ իրավական ուժ եւ հետևանք չառաջացնող թուղթ, որպեսզի փրկի 100,000 մարդու կյանք, մեծամասամբ խաղաղ բնակիչներ, կանայք, որից 25,000 երեխայի կյանք, սրանք մեղադրում է։ Նախ ոչ ոք նման բարոյական իրավունք չունի այս հարցում, որովհետև շատերը չեն հասկանում իրավիճակը, նույնիսկ այս մանիպուլյացիան ինչ որ կա հայկական լրատվամիջոցներով, նույնիսկ շատ մարդիկ չեն պատկերացնում ինչ է տեղի ունեցել եւ այնպես են ներկայացրել այս իշխանությունները, որ մարդիկ այդպես են հասկանում, բայց մենք պետք է դրա մասին խոսանք, որ ավելի լավ հասկանալի լինի ստեղծված իրավիճակը ինչ էր ենթադրում, եթե նման փաստաթուղթ չստորագրվեր։ Նախ փաստաթղթի մասով Հայաստանի իշխանությունները տեղյակ էին, որ նման փաստաթուղթ է ստորագրվելու, թող իրենց անտեղյակ, ասենց ամենամեղմ բառը անտեղյակ չփային դրանից, շատ լավ են տեղյակ ինչ է ստորագրվելու եւ հիմա մի քանի սցենար ասենց պատկերացնենք, որ ասում են նախագահը ստորագրել է։ Նախ Արցախի սահմանադրությունը եւ օրենսդրական դաշտը նման բան չի տալիս, որ նախագահի ստորագրությունով կարող է պետություն լուծարվի։ Երկրորդը մի պահ պատկերացնենք Արցախի հանրապետության նախագահը ստորագրում է, որ տեղ գյուղից մինչև Եվլախ, Արաքսից մինչև Գանձակ դա Արցախի հանրապետություն է։ Հիմա պետք է մեր դասագրքերում ներառեին, այսինքն սա, այսինքն անլուրջ եւ երկրորդ, ստեղ պետքա բան անենք, հասկանանք, եթե Ադրբեջանը պահանջում է ինչ որ մի հատ փաստաթուղթ, նշանակում է Ադրբեջանը ընդունում է, որ գոյություն է ունեցել պետություն եւ փորձում է ուժի եւ սպառնալիքի տակ վերացնել։ Եվ դա մեզ հնարավորություն է տալիս հետագայում եւ հիմա, որպեսզի մենք միջազգային ատյաններում եւ տարբեր տեղեր բարձրացնենք, որ Արցախի հանրապետությունը ուժի եւ սպառնալիքի ուղիղ ցեղասպանության տակ ինքը հայաթափվել է։ Դեռ շատ կարևոր բան նշեցիք, որ այո, եթե Ադրբեջանը պահանջում է, որ ստորագրի Արցախի հանրապետության նախագահ, ուրեմն ինքը ճանաչում Արցախի հանրապետության նախագահին եւ սա հետագայում իրոք կարող ենք օգտագործել եւ կարծում եմ, որ վստահ եմ, որ էլի առիթներ կլինեն այս հարցերի շուրջ խոսելու։
ուղղակի հաշվի առնելով ժամանակային սահմանափակումը, ամփոփենք, որ չի եղել Արցախում որևէ հեղաշրջում, Արցախի քաղաքական ուժերը, պահպանելով նույն համամասնությունները, ընտրել են ղեկավարություն, որովհետև գոնե ազգային ժողովի մասով Թովմասյան Արտուրը առողջական խնդիրներ է ունեցել, իշխանությունները շնորհավորել են նորընտիր ազգային ժողովի նախագահին, նոր նախագահի ընտրությունը եղել է օրինական եւ ելի եղել է կոնսենսուսով, համապատասխանել է Արցախի սահմանադրությանը, եւ այս իշխանությունները ուղղակի ամեն ինչ անում են, որպեսզի իրենց կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևին հանկարծ մեղավոր չկարգեն, մեղավոր կարգեն արցախցիներին եւ ստեղել, գիտեք, ինքնապահպանման ռեֆլեքսն է գործում, որովհետեւ եթե Ադրբեջանին մեղադրեին ցեղասպանություն գործելու մեջ, իրանք նույնպես մեղավոր կլինեին ցեղասպանությունը չկանխելու համար, ստե ուղղակի երկու հանցագործ ձեռքեր իրար լվանում են։ Եվ սա է իրականությունը, եւ պետք չի փորձել իրականությունը աղճատել, եւ պետք չի փորձել դա պրոյեկտել Հայաստանի վրա, որ տեսեք, եթե Հայաստանում էլ իշխանության փոփոխություն լինի, Ադրբեջանը պատերազմ սկսի։ Սրանով ի դեպ իրենք խոստովանում են, որ իրենք են ձեռնտու Ադրբեջանին եւ իրենք ուղղակիորեն կախվածության մեջ են Ադրբեջանի քաղաքականությունից։ Եվ պատրաստ են անվերջ զիջումների։ Գիծը չի երևում կարմիր։ Պարոն Դանելյան, շատ շնորհակալություն մեր այս հրավերը չմերժելու համար եւ մեր հայրենակիցներին ներկայացնելու, թե վերջը վերջո ինչ է տեղի ունեցել Արցախում, ինչպես է Արցախի ժողովուրդը, պաշտպանության բանակը դիմադրել եւ կարողացել խաղաղ բնակչությանը 25000 երեխայի կյանք փրկել եւ տեղափոխել Հայաստան։ Մնացեք մեզ հետ, կհանդիպենք 2 շաբաթ հետո։